Այն, ինչ տեղի ունեցավ շաբաթ գիշերը, Արարատի եւ Արմավիրի մարզի բնակիչները առաջին անգամ էին տեսնում վերջին 30 տարում։ Օգոստոսյան կարգտահարություն։ Սա հազվադեպ երևույթ է։ Եվ ընդամենը մի քանի րոպեում կարկուտը հողին հավասարեցրեց Արարատի մարզի գյուղերի խաղողի վազերը։ Այս ձևի վնաս, որ ֆերմերը կրի, մենք չենք ունեցել։ Քամին այնքան ուժեղ ա եղել, որ տվել է լրիվ ջարդել է։ Խաղողն 90%-ը էլի եթե ոչ 100%-ը էլի փչացել է։ Սպասված խաղողի բերքն այս տարի չեն ունենա, սակայն մեղմել հետևանքները հնարավոր է եւ անհրաժեշտ է, որպեսզի եկող տարի լավ բերք լինի։ Այս թույլ շվերը անպայման պետք է ուրեմն հեռացվեն։ Սրանք որևէ նպատակի չեն ծառայելու։ Գյուղփոխնախարարը մանրամասն բացատրում է. սկզբում անհրաժեշտ է բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, որպեսզի ապահովի բնական օդափոխություն, կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատները, նաև խիստ վնասված ողկույզները։ Այս պարագայում, այս ժամանակահատվածում ընդհանրապես պետք է խուսափել ազոտական պարարտանյութերի օգտագործումից եւ ուղղակի չպետք է ոռոգել այգին։ Արարատի եւ Արմավիրի մարզերի խաղողի այգիներում արդեն նկատվում են մոխրագույն փտտում հիվանդության առանձին օջախներ։ Սա լրիվ փտում է արդեն։ Ողկույզների փտումը կանխելու համար գյուղփոխնախարարը հորդորում է այգիները սրսկել։ Օջախային վարակի դեպքում բուժումը կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով, սրսկելով միմիայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում անհրաժեշտ են համատարած մեխանիզացված սրսկումներ։ Մասնակիորեն հնարավոր է ինչ-որ բան փրկել։ Այս միջոցառումները չիրականացնելու դեպքում ոչինչ ստանալ հնարավոր։ Ամբողջությամբ մի քանի օրվա ընթացքում կարող են այստեղ նեղման process-ներ ընթանալ։ Որքան գումար է պետք բուժանյութերի համար, Գառնիկ Պետրոսյանը ներկայացնում է մոտավոր հաշվարկը։ 1 կիլոգրամը վաճառվում է 5800 դրամով, այսինքն 1.5 կիլոգրամի դեպքում դա մոտարապես 8-9000 դրամ պետք է կազմի թունաքիմիկատի արժեքը, եթե ձեռքով կատարվեն բուժումները հասկանալի արդեն խնդիր չի լինի, իսկ եթե տրակտորային սրսկիչներով պետք է կատարվի, դրան կգումարվի մոտարապես 20000 միջին հաշվով։ Որքան վնաս հասցրեց կարկուտը հանրապետության ամենաբերի մարզերին դեռ հայտնի չէ։ Առաջիկա օրերին գյուղնախարարությունը կունենա Արմավիրի եւ Արարատի գյուղապետարանների եւ մարզպետարանների հաշվարկները ու առաջարկները։ Այս պահին հստակ է, որ պտղառատ այս տարում լի է նաև խաղողի բերքը, իսկ դա նշանակում է, որ շուկայում խաղողի պակաս չի լինի, գինն էլ չի բարձրանա։ Լիլիթ Ասլանյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։